Մարկը Գրիգորյան այդ օրը հանդերձ եկավ եւ ստախոս հանեց Նիկոլ Փաշինյանին, անամոթություն, բեժ բերեմ իր խոսքերը, քո խոսքերը ու խոսելու գրեյկությունը, խոսում ազգային ժողովի падգամավորի հետ, տղա ջան, քո չէ, ձեր, ասեիր Նիկոլ Փաշինյանին, քո խոսքերը եւ քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետևորդները չեն լսում հանրային ռադիոյի եթերը, մարդ, որը սկսում է այդ լեքսիկոնով խոսել, պարոն Թոխյան, օրինակ այդ մարդու մասին է կուզենամ կարծիք արտահայտեք, նորմալ է, որ այդ լեքսիկոնով ազգային ժողովի падգամավորի հետ է խոսում։ Ուրեմն պարոն Թոխյան, որ լավ լսեք, ասում եմ այդ մարդը այդ տոնով խոսել ազգային ժողովի падգամավորի հետ։ Հաջորդը, երբ որ հեղափոխությունը լինում պրծնում է, դու քո ծնողների հետ ես տես խոսում։ Հատ լս ինչ եմ ասում քեզ։ Մեր Գրիգորյանը բերում իր կաբինետի վրա փակցնում է, որ այստեղից է սկսվել հեղափոխությունը։ Անկեղծ Չալոն ավելի շատ բարոյական իրավունք ուներ ասել, որ ինձանից է սկսվել, քան այս մարդը։ Հասկանում եք։ Շարունակությունը հարց ունեմ տալու, թող պատասխանի։ Ճիշտ է, որ դու կաբինետներում քո դրամապանակով աշխատողներին ես հարվածում։ Գնացել էի Թամանյանի անվան, որտեղ որ ինքը տնօրեն է, փորձեցի հասկանալ հենց դրսից բանից, ինձ ասեցին թուքումուր արեցին եւ անկեղծ թուքումուր արեցին ձեր փոխարեն, որ ում եք բերե, ուզում եք դարձնեք պատվավոր քաղաքացի։ Իմ համար sense абսուրդ էր, չկարողացա հասկանալ։ Կամ այս մարդը, որին որ ներկայացնում եք Երևանից է խոսացել, չեմ տեսել, որ 20-ից 24 թվականը խոսեր ասեր Երևանը գլխավոր հատակագիծ չի ունեցել ու Երևանի դիմապատկերի հերն անիծել են։ Չեմ տեսել, որ իր խոսքի մեջ հերներ քննադատեր ասեր ժողովուրդ, մեկ օր շուտ գլխավոր հատակագիծ ընդունեք, որովհետև հողերը մեջ են անում, թալանում են։